Անահիտ Կիրակոսյանի ամուսնալուծության հարցը շատերի համար անսպասելի էր, որովհետև տարիներ շարունակ նրա ընտանիքը հանրության աչքին ներկայացել էր որպես կայուն, հասուն և փոխադարձ սիրո վրա հիմնված միություն, հատկապես այն պատճառով, որ Անահիտը ոչ միայն իր երկու որդիների մայրն էր, այլ ամբողջ սրտով ընդունել ու մեծացրել էր ամուսնու առաջին ամուսնությունից ծնված երկու դուստրերին։ Դա ինքնին խոսում էր մեծ հոգու պատասխանատվության և ընտանիքի նկատմամբ խորքային վերաբերմունքի մասին։ Տարիներ առաջ տված հարցազրույցում Անահիտն ու Արտակը բավականին բաց ու վստահ խոսում էին իրենց հարաբերությունների մասին։ Այդ խոսքերը լի էին հավատով, ներքին հանգստությամբ ու համոզվածությամբ, որ իրենց ընտանիքը ամուր է, անկախ ասեկոսեներից ու կասկածներից։ Մենք միմյանց սիրում ենք, ոմանք հավատում են, ոմանք ոչ, թող մտածեն կեղծ է, սպասեն, որ կբաժանվենք, բայց մենք արդեն ամուր ընտանիք ենք, ասում էր Անահիտը։ Այդ խոսքերը ցույց էին տալիս ոչ թե պաշտպանվելու փորձ, այլ ներքին վստահություն։ Նա հստակ ընդգծում էր, որ երբեք չի առաջնորդվել նյութական շահերով, արդեն կայացած դերասանուհի էր, երբ հանդիպել էր Արտակին։ Արտակի պատասխանը ևս շատ պարզ ու տղամարդկային էր, նա չէր փորձում իրեն ներկայացնել որպես հարուստ կամ ազդեցիկ մարդ, այլ շեշտում էր, որ եթե Անահիտը շահադիտական լիներ, հաստատ այլ ընտրություն կկատարեր։ Այս փոխադարձ անկեղծությունը տարիներ շարունակ ստեղծել էր այն տպավորությունը, որ այս ընտանիքում ամեն ինչ կառուցված է վստահության, հասունության և փոխադարձ հարգանքի վրա։ Անահիտը պատմում էր նաև իրենց ծանոթության մասին գործնական հանդիպում, որտեղ Արտակը նրան չէր ճանաչում որպես դերասանուհի։ Հենց այդ պահն էլ ըստ նրա կարևոր էր, նա սիրված էր ոչ թե իր հանրային կերպարի, այլ որպես կին, որպես մարդ։ Նա նույնիսկ խոստովանում էր, որ առաջին իսկ օրվանից զգացել է այդ մարդը կարող է դառնալ իր ապագա ամուսինը։ Տարիքային 16 տարվա տարբերությունը երբեք խոչընդոտ չէր եղել նրա համար։ Հակառակը, Արտակի հասունությունն ու կյանքի փորձը նա համարում էր մեծ առավելություն։ Եվ հենց այստեղ է թաքնված ամենակարևոր նրբությունը, որը հաճախ անտեսվում է, երբ մարդիկ հարցնում են ինչու բաժանվեցին։ Այնինչ տարիներ առաջ ճիշտ է, հարմար և ներդաշնակ է թվում, կարող է ժամանակի ընթացքում փոխվել։ Մարդիկ չեն մնում նույնը, կյանքի փուլերը, հոգեբանական ծանրաբեռնվածությունը, պատասխանատվության ծավալը, հատկապես երբ խոսքը մեծ ընտանիքի մասին է, կարող են կամաց փոխել հարաբերությունների դինամիկան։ Անահիտ Կիրակոսյանի դեպքում պետք է հաշվի առնել նաև այն, որ նա միաժամանակ կին էր, մայր 4 երեխաների համար, տատիկ, դերասանուհի և հանրային ուշադրության կենտրոնում գտնվող մարդ։ Այդ ամենը պահանջում է հսկայական ներքին ռեսուրս։ Երբեմն նույնիսկ ամենասիրող մարդիկ կարող են հոգնել ոչ թե միմյանցից, այլ իրավիճակներից, դերերից, անընդհատ ուժեղ լինելու պարտադրանքից։ Շատ կարևոր է հասկանալ իդեալական թվացող ընտանիքները հաճախ ունեն այնպիսի լուռ դժվարություններ, որոնց մասին ոչ ոք չի խոսում։ Ամուսնալուծությունները միշտ չէ, որ լինում են դավաճանության, սկանդալների կամ կտրուկ կոնֆլիկտների հետևանք։ Շատ դեպքերում դրանք լինում են երկար մտածված լուռ որոշումներ, երբ մարդիկ հասկանում են, որ միասին շարունակելն այլևս չի բերում ներքին խաղաղություն։ Անահիտ Կիրակոսյանի հրապարակային հայտարարությունը հենց այդ մասին է խոսում։ Նա չի նշում կոնկրետ պատճառներ, չի բացում փակագծեր, չի մեղադրում, փոխարենը շեշտում է հարգանքի, հոգատարության և ընտանիքի արժեքի պահպանման կարևորությունը։ Սա նշանակում է, որ նույնիսկ բաժանումից հետո այդ ընտանիքի հիմքում մնում է մարդկային հարաբերությունների մշակույթը։ Հանրության համար գուցե դժվար է ընդունել, որ իդեալականը կարող է ավարտվել, բայց իրական կյանքում իդեալական հարաբերություններ պարզապես չեն լինում։ Լինում են իրական մարդիկ իրենց վախերով, սպասումներով, ուժերով ու սահմաններով։ Եվ երբ այդ սահմանները հասնում են մի կետի, որտեղ այլևս հնարավոր չէ առաջ շարժվել միասին, բաժանումը երբեմն դառնում է ամենաազնիվ լուծումը։ Այս պատմությունը ոչ թե հակասում է Անահիտի տարիներ առաջ ասած խոսքերին, այլ ապացուցում է մեկ կարևոր ճշմարտություն. մարդիկ կարող են անկեղծորեն սիրել, մեծ ընտանիք ստեղծել, տարիներ շարունակ պայքարել այդ ընտանիքի համար և միևնույն ժամանակ հասնել մի պահի, երբ պետք է ընդունեն փոփոխությունը։ Եվ հենց այստեղ է Անահիտ Կիրակոսյանի ուժը՝ ընդունել ավարտն առանց աղմուկի, առանց բացատրություններ պարտադրելու, առանց սեփական անցյալն արժեզրկելու։ Նրա պատմությունը հիշեցնում է, որ սերը միշտ չէ, որ հավերժ նույն ձևով է մնում, բայց հարգանքը կարող է մնալ
մինչև վերջ։ Նշենք, որ նրա ամուսինը դեմ չէր նաև նրա աշխատանքին։ Ոչ միայն դեմ չեմ, այլև դրական եմ վերաբերվում, երբ կինն աշխատում էր, նույն հարցազրույցում ասել էր Անահիտ Կիրակոսյանի ամուսինը։ Խոսքը ոչ թե գումարի, այլ հոգեկան բավարարվածության մասին է, մանավանդ կրթություն ստանալուց հետո տնային տնտեսուհի կարգավիճակում լինելն անհասկանալի է։ Բացի երեխաներին խնամելից, ինչով պետք է զբաղվի, սերիալ նայի, որտեղ ամուսինը դավաճանում է կնոջը, հետո էլ կասկածի իր ամուսնուն և նրան նյարդերն ուտի։ Ընդ որում սա բերում է դեգրադացիայի։ Երբ պետք է ամուսնանայինք, Անահիտը պատրաստ էր իր մասնագիտությունը մի կողմ դնել, բայց նրան ասացի՝ դու կնմանվես ծաղկի, որին հողից կտրել, բերել եմ տուն ու ծաղկամանի մեջ դրել, ինչքանով վստահ լինեմ, որ շուտ չես թառամի, ասել էր նա։ Անահիտը նշել էր. Իսկապես, հիմա երկուսս էլ ունենք մեր աշխատանքն ու հետաքրքրությունները։ Արտակն իրավաբան է, աշխատում է որպես բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ, իսկ աշխատանքից հետո պարզապես վայելում ենք միմյանց ներկայությունը։ Միակ դեպքը, երբ Արտակն այնքան էլ չէր ուզում, որ նկարահանվեմ, նախորդ համանորին էր, իսկ պատճառը շատ պարզ էր. Հայկի լույսաշխարհ գալուց դեռ 5 օր էր անցել, և ես պետք է Շանթի ամանորյա ծրագիրը վարեի, այդ դեպքում էլ հասկացավ, որ չէի կարող ձախողել ուղիղ եթերը։